Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, նիստին հետևող սիրելի հայրենակիցներ։ Հայկ Կոնջորյանը, ով հավակնում է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին, եղբայրն եմ, բայց ես ջերմագրուպում էի դեռևս աշխատում, երբ նա տնօրենի, փոխտնօրենի պաշտոններ զբաղեցնում։ Այսինքն, այս բացասական երևույթները իրենց երկու կողմերն ունեն եւ երկուսն էլ ցավոք սրտի ունեն այս բացասական ընկալումները։ Հիմա կանք Հայկ Կոնջորյանի պաշտոնավարմանը որպես պատգամավոր նախորդ գումարման ազգային ժողով։ Իմ ձեռքի տակ է ազգային ժողովի նախագահ 21 թվականի Ալեն Սիմոնյանի որոշման բովանդակությունը, որով ստեղծվել է Ալեն Սիմոնյանի կողմից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը ղեկավարել է ինքը Ալեն Սիմոնյանը, այդ հանձնաժողովի կազմում է եղել նաև պարոն Ռուբինյանը, նաև պարոն Կոնջորյանը, ԿՊ խմբակցության այն ժամանակվա քարտուղար Հովհաննիսյանը, այդ հանձնաժողովի կազմում են եղել ԿՊ-ից Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանը, Սիսակ Գաբրելյանը, Մերի Գալստյանը, Հայկ Կոնջորյանը ասեցի, Արթուր Հովհաննիսյանին ասեցի, Վահե Ղալումյանը, Լիլիթ Մինասյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հերիկնաց Տիգրանյանը եւ Անդրանիկ Քոչարյանը։ Օրինակ ինձ, եթե ընդգրկված ես ազգային ժողովի որևէ կառույցում, հանձնաժողովում, նշանակում է ամեն անգամվա վարձատրությունը, որ մենք պիտի ստանանք, նաեւ ստանում ենք այն աշխատանքի համար, որ մենք իրականացնում ենք հանձնաժողովներում։ Հիմա Հայկ Կոնջորյանը ամբողջ այս պաշտոնավարման շրջանում ստացել է աշխատավարձ նաև այն բանի համար, սա իհարկե վերաբերում ազգային ժողովի խոսնակին եւ մյուսներին, որ թվարկեցի, որ նաև աշխատել են այդ հանձնաժողովում։ Օրինակ ինձ հետաքրքիր է, պարոն Կոնջորյանին ապոփիշ խոսքում կասի, թե այդ հանձնաժողովը քանի նիստ է գումարել։ Սա ես չեմ ստեղծել այդ հանձնաժողովը, իմ ցանկությամբ չի եղել, դա իրենք են ստեղծել, ազգային ժողովի նախագահն է ստեղծել։ Եվ եթե ստեղծել է, նշանակում է կարևորել է նրա նշանակությունը, ֆունկցիոնալ գործունեությունը, եւ ես ուզում եմ իմանամ, թե ինչ գործունեություն է ծավալել այդ հանձնաժողովը։ Իդեպ, երբ որ ես որպես քաղաքացի ընդունելություն էի խնդրում պատգամավորներից, այդ թվում Ռուբինյանից եւ Մերժման է առաջանում, նաեւ այս հարցի պատասխանն էի ուզում ստանալ, որը այդպես էլ որևէ մեկից չստացա։ Իմ ձեռքի տակ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որը սահմանում է, թե յուրաքանչյուր պետական պաշտոնյա, այդ թվում մենք ինչքան վարձատրություն պետք է ստանանք։ Հետևաբար այս օրենքով սահմանված վարձատրության չափից մեկ լումա ավել որևէ հանրային ծառայող այս օրենքով սահմանված պետք է չստանա։ Ես հիմա խնդրում եմ Հայկ Կոնջորյանին եւ նաեւ այս դահլիճում նախկինում պատգամավոր աշխատած ցանկացած մարդու, հատկապես ընդդիմադիր խմբակցության ասեմ ընդդիմադիր, ցանկանում եմ, որ իրանք լինեն ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ, մի պարզ գործողություն կատարեն։ Այսինքն իրենց աշխատավարձը համադրեն, մինչև հիմա ստացած հայտարարած աշխատավարձը համադրեն այս օրենքի կարգավորումների հետ։ Եվ տեսնեն, թե նրանք այս պետությունից ինչքան փող են ստացել եւ ինչի համար։ Իսկ եթե հարցում ենք, ասում ենք, թե ինչի համար եք ստացել այդ փողը, պարզում է, որ դա ստացել են սխալվելու համար։ Եվ ինչ հարցում են նրանք սխալվել, հայրենիքի։ Այսինքն 18 թվականին իրանք ունեցել են հայրենիքի նկատմամբ այլ պատկերացումներ եւ զգացողություններ, հետո պարզում է, որ սխալվել են հայրենիքի հարցում հնարավոր չի սխալվել։ Տարբեր հարցերում հնա, բայց հայրենիքի հարցում զգացողությունները այնպես հիմնավոր են, որ նրանցում սխալվել երբեք չի կարելի։ Հայրենիքի կարելի է դավաճանել։ Ոչ բոլոր մարդիկ են դա անում։ Կան մարդիկ, ովքեր հակառակն են անում։ Իրենց կյանքն են տալի հայրենիքը պաշտպանելու համար։ Իսկ կան մարդիկ, ովքեր ուրիշների զոհողությունը, ուրիշների զոհաբերությունը, ուրիշներին տնավեր դարձնելը դարձնում են իրենց հարստության աղբյուր։ Այդպիսի մեկն է Հայկ Կոնջորյանը։ Այդպիսիներից մեկն է Հայկ Կոնջորյանը։ Ես 168 EM-ում ունեի 2 թողարկում շարունակելու եմ այն անպայման կոչվում է տնասեր տնավերները։ Վերաբերում է այն մարդկանց, ովքեր հատկապես տուն են ձեռք բերել 23 թվականի Արցախի շրջափակման ողբերգությունից եւ դրանից հետո։ Այսինքն մարդիկ, ում որոշումներն ու գործողությունները դարձել է 100 հազարավոր մարդկանց տնավեր դառնալու պատճառ, պարզում է, որ իրանք սկսել են տուն առնել հատկապես նրանց այդ ողբերգության շրջանում։ Դա վերաբերում է նաեւ Հայկ Կոնջորյանին, դա վերաբերում է նաեւ Վահագ Ալեքսանյանին, դա վերաբերում է Ռուբեն Ռուբինյանին,
մարդկանց, Պարոն ովքեր ուզում են Ղազարյան, նախ նստել ձեր ժամանակն ազգային ավարտվեց, ժողովի երկրորդն էլ մի նախագահությունը։ ստեք այդ ժամանակ ես տուն չեմ Շնորհակալ եմ, ձեռք բերել, ուշադրության համար։ զբաղեցրեք ձեր տեղը։ Մի անգամ էլ ստեր խոսեք, դատի եմ տալու ձեզ։